գործ, որի մեջ դու ներգրաված ես, դու չես կարող քննես։ Իշխանությունը չի կարող ինքը իրեն գնահատական տա, ինքը լավն է թե վատն է, ժողովրդավարական է, չէ, դա մեր գործն է։ Մեր, որովհետև իրանք մեր վարձակալածն են։ Դուրներս չկա, կփոխենք։ Ոնց որ ինքն ասում, որ շատ դուրներս չկա, հեղափոխություն կանենք։ Ոչ բռնի, թավշա, ժողովրդավարական, մեկ ուրիշը կգա, կսիրի մեզ, կհարգի մեզ։ Կամ ասում եթե հեղափոխություն չեկարի, ուրեմն ձեր դուրը ամեն ինչ։ Հա, հիմա մեզ դուրներս չեկավ, ինչ արեցին, քայլարա խերժի մերժի, ինչ արինք, մի հատ էլ կմերժենք։ Հիմա ինչ։ Բայց ոնց պետք է հստակ եւ անվիճելի լինի, դուք ձեզ համար པարզ է, ինձ համար ճիշտ ասած པարզ չէ, գուցե ես շատ բան չեմ հասկանում։ Հստակ եւ անվիճելի միայն մեկ բանն է, որ ինքը սահմանադրության փոփոխությունը կարող օգտագործի իր սեփական, իր պատկերացրած N հանած 1/3 Հայաստանի կամ N-ի աստիճանի Հայաստանի ինչ որ բանի մեջ, ինչպես տարբեր տեսակի եւ որակի մանդելանները ինքը իրան ինքնամեծարման բաներին ինքը մեծ հաշվով պուճուրիկ շատ վատ ավտորիտար բանի ձգտող մարդ եթե դուք ուսումնասիրեք միջազգային պատմական փորձ ընդհանրապես հասարակությունների մակարդակը իմ բանով ասում 7 տարի իշխանության արդեն 8 տարի պետք է լինի 8 տարի իշխանության գտնվող ուժին չի կարելի թույլ տալ ինքը սահմանադրություն փոխի որովհետեւ փորձը ցույց է տալի որ նույնիսկ 5 տարի հետո մեկը որ սկսում է սահմանադրություն փոխել, ինքը փոխում է այդ սահմանադրությունը իր տակ, որպեսզի ինքը շարունակի կառավարել։ Սա ուղղակի կանոն է այստեղ, հենց այդ որ բայց էլ ավելի մեծ լիազորություն։ Հա, Նիկոլի հետ էլ կապ չունի, հա, Նիկոլի հետ կապ չունի։ Տեսեք, ինքը դե այս պահին թողենք մի հատ հանգիստ իրան։ Թողենք, որ ինքը գնա հեծանիվ քշի Տաջիկստանում, ինչ ուզում է թողան։ Խնդիրը նրանում է, որ իշխանության մեջ գտնվող 7 տարի ուժը ինքը մեծ հավանականությամբ արդեն ստեղծում է ինչ-որ կապեր, որոնք ավելի մեծ հավանականություն ունեն զարգանալու դեպի կոռուպցիոն կապեր, քան դեպի ժողովրդավարություն։ 7 տարի իշխանության։ Դրա համար չի կարելի թույլ տալ, որ իրանք փոխեն հեղափոխություն, բան անեն, սահմանադրություն փոխեն։ Ընդ որում սահմանադրության մեջ փոխեն ոչ թե ինչ որ առանձին վերցրած բաներ քննարկեն, այլ մեծ սահմանադրություն փոխեն, որը ինչին է նվիրված, այդտեղ ինքը լավ է ասում, իր մոտ լավ է ստացվում, բայց ամեն դեպքում սուտ է, ոչ մի տենց բանի չի նվիրված։ Նախ եւ առաջ խաղաղության է նվիրված սահմանադրություններ աշխարհում, որը պաշտոնապես պատրաստվում է համաշխարհային պատերազմի, ես հասկանում եմ, որ մարդկանց կարա սա դուր չգա։ Ես հասկանում եմ, որ մարդկանց մոտ հույս կար, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի բացակայությունը դա միակ եւ ամենածանր խնդիրն էր երկիր մոլորակի, որը շարժվում է 30 կմ/վ արագությամբ դիեզերքում։ Ոչ տղյաներ եւ աղջիկներ, ընդհանրապես ոչ։ Երկիր մոլորակը շարժվում է համաշխարհային պատերազմի ուղղությամբ, որը կարա կասեցվի, եթե օրինակ Տրամպի նման առաջնորդները ոչ թե գնան դեպի մերկանտիլ կապիտալիզմի կառուցում եւ փակվեն իրանք սահմաններում, այլ այդ երկրների ռեսուրսները օգտագործեն միջազգային կոնֆլիկտները հագեցնելուն եւ կապը կորցրած տոտալիտար, ավտորիտար մանկապիղծ բանակների հրամանատարներին ոչնչացնելուն, որպեսզի ղեկավարներ ինչպիսին Բիբի Նետանյախուն, Վալոդկա Պուտինը, Իլխամչիկ Ալիևը, Ռեջեփ Տայիպ Էրդողանը, սրանքի հայրանունով ասի չգիտեմ, բայց ես էլ մի բան չգիտեմ, ոնց կարճատ վիրավորական ասեմ, որ մարդկանց ասնի, այս տիպի առաջնորդներին պետքա խաղից հանել։ Այն ինչը անում էր Բայդենի ադմինիստրացիան։ Ցավոք սրտի Ամերիկան լինելով ամենահզոր պետությունը, ԱՄՆ-ն լինելով ամենահզոր բանակ, ֆինանսական հնարավորություններ, ազդեցություն, լինի դա Հոլիվուդ կամ չգիտեմ ինչ, թվային տեխնոլոգիաներ եւ այլն, ինքը կամ փակվում է, որոշ դեպքում էլ աջակցում է այն առաջնորդներին, որոնք իրականացնում են համաշխարհային կարգը տապալելը։ Ինքը նախագահ էր եւ սկսվեց 44 օրյա պատերազմ, որի ընթացքում ամենահին քրիստոնյա ազգը տարածաշրջանում ստացավ հարված, ոչնչացվեց եւ իր դաշնակից Բիբի Նետանյահուն անմիջականորեն դրան մասնակցել է։ Անմիջականորեն։ Նենց որ հեքիաթները, որ ինքը կարա կասեցնի, իրեն ոչ մեկ չէր խանգարում։ Okay, չէր սկսի,
հələ չէր կրեն ընտրությունները, ասում էր 24 ժամ կանգնացնեմ։ Համաշխարհային սուտասանի կարգավիճակ ձեռք բերելուց հետո մի տարի է անցել, հələ չի կարողանում կանգնեցնի, ինչ արել, ձեռքերը լվացել։ Դե ասում եմ Պուտինի հետ իմ հարաբերությունները Okay, ինքան ինչի լավն էին, ես դրա վրա ոչ, էի հույսս դրել։ սուտաս։ Իրա հետ իրա ու Պուտինի հարաբերությունները միշտ եղել են վատ։ Ավելի շուտ ինքը միշտ եղել է ենթակա Պուտին։ Միշտ, որովհետև ինքը ընդամենը չստացված դեվելոպեր է, վատ բիզնեսմեն, որը հաջողացել է կազինո տակ տալ, իսկ Պուտինը չեկիստ է։ Գերագնահատել է իր ազդեցությունը Պուտինի վրա։ Գերագնահատել է իր սեփական անձի նշանակությունը համաշխարհային պատմության մեջ, Պուտինը ստեղ կապ չունի։ Ինքը ընդհանուր գերագնահատել է իր ամեն ինչը։ Երկրի վարկանիշը շատ վատն է, ԱՄՆ-ն չունի հեղինակություն այլևս։ Ժամանակին ԱՄՆ-ի խոսքը բավարար էր, հիշեցնեմ 23 թվականից 22 Պելոսիի գալը 22-ի 22-ի սեպտեմբերի 14-ի պատմությունը ջերմուկի։ Մեկ զանգ Բլինկենից եւ ամեն ինչ կանգնեց, չնայած Պուտինը վիզ էր դրել։ Պուտինը ամեն ինչ անում էր, որ դա լինի։ Ընդ որում այդ հարցակումը համել նրա համար էր, որ Պելոսին չգար։ Բայց Բլինկենի մեկ զանգով կանգնեց եւ առավել եւ ավելին Պելոսին եկավ։ Եվ Պելոսին եկավ եւ ասեց, որ ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի դեմ պայքարը անցնում է այս ճակատով։ Այդ կապիտալը մենք ինչ արեցինք։ Պելոսի գալը ինչ այն, այդ ինչ ասա, հեծանի վակշում հիմա այդ կապիտալի բանի վրա։ Ինքը մինչև հիմա այդ կապիտալով ոնց որ այդ կապիտալի շնորհիվ Բայդենի ադմինիստրացիայի վերջի շաբաթվա մեջ 14-ին հունվարի կնքվեց հայ-ամերիկյան ռազմավարական բան, խարծան եւ մինչեւ հիմա ինչ կա սա այդ կապիտալն։ Ախ Թրամփը Հայաստանի նման բան չի արել։ Թրամփը մինչեւ հիմա Հայաստանը չի հասկանում, Կամբոջայի հետ էր կռիվանում, Ալբանիայի, вообще Հայաստանով է, ինչա, խիա, ինչի մարա։ Դուք հասկանում եք, օրինակ, ինչի եմ ես ասում, որ վարկանիշ չկա, Ամերիկայի վարկանիշը հիմա ուղիղ այնքան է, որ մեծ հաշվով Ալիևը կոշիկ է սրբում այդ ստորագրված փաստաթղթերի եւ Թրամփի ստորագրության վրա։ Նիկոլ կանգնում ասում է, բայց մենք դες բան չենք պայմանավորվենք, ասում է, դա ինչ։ Զանգեզուրի միջանցքի դու չես պայմանավորվել, ես ասում եմ, քեզ ասել են, չէ, դուրը չկա զանգի։ Զանգի տղա ես։ Այդ Զանգեզուրի միջանցքը օգտագործելն է։ Հա, իհարկե։ Հիշեցնում։ Իհարկե, բայց Զանգեզուրի միջանցքը օգտագործվում է կոնֆլիկտեն վիրավորական, ոնց որ ամեն անգամ գնաս, բան անեն, գան ասենք, քեզ բանը բզեն, որ դու կռիվ անես։ Բա Բետա դու պետք է զանգես ասես եղբայր դու բան ես ստորագրել, մենք երկուսով բան ենք ստորագրել։ Այս մարդը ասում է, բայց Թրամփը չի ասի։ Որտեւ այս ամբողջ պատմությունը Բիբի Նետանյահուի համար էր եւ Աբրահամյան բաների համաձայնագրերին Ալիևը միանալու։ Սա կապ չունի։ Աբրահամյան համաձայնագրերը մեռան են պահից, երբ Իսրայելը ռմբակոծեց Իրանը հետո Կատարը, չկա էլ տենց ման։ Ավելի շուտ արաբական երկրները արդեն լուրջ խնդիր կունենան, եթե փորձեն։ Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ մտնելուն, իրան պետք չի, որ ինքը ԵԱՏՄ մտնի, որովհետև ինքը միևնույնն է շարունակում է, հա, չէ, ինքը միևնույնն է շարունակում է Պուտինի համար փող լվալ, գազա նավթա ծախում է իր դրոշի տակ, ինչ որ պետք է անում է, փողը կիսվում են։ Այս վերջի Տաջիկստանի հանդիպումն էլ ցույց տվեց, որ եփե ես ասում, որ սուտ է այս սաղ պատմությունը։ Մայիսին սուտ է։ Պուտինը դուրս եկավ ասեց դե ինչ հա ես նորմալ ես չգիտեմ երեք ասին այսօր հարց չկա բարիք չեցին բա ինչ էր ձեզ թվում որ իրանք տենց բան է եղել ընդհանուր առմամբ դավադրության տեսությունների կողմնակիցները հիմա կասեն որ իրանք հատուկ Նիկոլի համար էս խաղացին որ Նիկոլից փոկեն այդ միջանցքը Այնից ցույց տվեց որ ինքը Ռուսաստանի հետ հակացը դրա համար Ամերիկայի տակ կգնա կստորագրի բան Նիկոլն եկուտը կերավ ստորագրի ինչի՞ եմ ես ասում երկաթգիծ պետքա չլինի Ինչի՞ էի ասում ամենասկզբից, որ երկաթգիծ պետքա չլինի, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիմա չի կարող ապահովի, որպեսզի երկաթգիծը Ռուսաստանի երկաթգծերը չվերցնեն։ Պարզապես հիշեցնենք, եթե ով մոռացել է, որ 21 թվականին պետական Ռուսաստանի պետական բյուջեում Օրդուբադ Հորադիս ճանապարհը, այսինքն այդ կտորը Մեղրին եւ Ադրբեջանի այդ կտորը հանձնված էր կոնցեսիայի, պաշտոնապես այդ թղթերը կան, հանձնված էր կոնցեսիայի Ռուսաստանի երկաթգծերին, Հարավկովկասյան երկաթգծերին։ Մինչեւ Հորադիս կայան, ոչ թե խաղ։